Բարոյական է, որ Փաշինյանը կարգալուց եղած հոգևորականին պաշտոն է տալիս։ Փաշինյանը կյանքն բարոյականի լաշ նա դավաճան նա ղեկավար չի, նա ղեկավարի տնազա։ Ինքը հայ չի, հայից վրեժալուց։ Էլի շատ բան կասեմ, պրոստ աղջիկ եք, մի քիչ։ Մենակ ինքը չի, սաղ իրա խմբակը, ազգի դավաճաններին, սատանային, հայ չն։ Ազոսյան, այդ ինձ չի հետաքրքրում, ոչ Փաշինյանը, ոչ էլ հոգևորականները, ընդհանրապես։ Ես այդ հարցերով չեմ զբաղվում։ Փաշինյանը շատ մեծ ավեր է գործում։ Չէ, նորմալ չի, բայց մենք ստեղից չենք կարող շատ բաներ ասենք։ Ձեր ասած հարցերին չեմ կարող պատասխանել, ես ու վերենի չեմ լսել նման բան։ Ինձ համար չէ։ Իսկ ինչու՞ չէ նա տվել է։ Տվել է ինքը հոգևորական չի։ Չէ՞։ Ո պետքա տա հոգևորական է։ Ես բարոյական չեմ համարում։ Դա նույն բանն է, որ հոգևորականը կառավարության անդամ նշանակի։ Բարոյական է Փաշինյանի ամեն արարքը, որովհետև Փաշինյանը միակ վարչապետն է, որ բերել է մեր երկրի խաղաղություն։ Հոգնեցինք արդեն 3 պակալենյա զոհ տվեցինք, հերիքա, հոգնել ենք Արմենակ Ուրֆանյան տալով, Վլադիմիր Աբաջան տալով, ու տե ինձ լիքը տարիներ շարունակ, եթե մինչև այդ գրավել էին, գրաված հողեր ունեինք, ինչի չօրինականացրեցին։ Դա օրինականացնեին, ով էր իրան ձեռքը բռնել։ Հիմա հետ են տվել, եթե օրինականացնեին, այդ գրաված հողերից զատ ուրիշ ոչինչ չէինք տա։ Իսկ այժմ թողնեն հանգիստ մեր ժողովրդին։ Ուզում ենք խաղաղ ապրենք, չենք ուզում մահ տեսնենք։ Գիտեք ոնց, ժամանակը ցույց կտա։ Մենք գնահատական տալիս ենք ժամանակի ընթացքում։ Ընթացքը ցույց կտա։ Դա իրավաբանը ոնց ասած ազգային շահերին համապատասխան է, թե ոչ։ Մենք բոլորս, այս սերունդը, մենք ինչ տենում ենք, մեր կողքը լրիվ փոփոխական է։ Սա բոլորս հյուրեր ենք այս ժամանակի մեջ, հյուրեր ենք, ժամանակը ցույց է տալու։ Մենք դա այդ որոշումը, այդ դրամանը, այդ իրավիճակը մեզ օգուտ կբերի, թե ոչ։ Մենք լուր հետևում ենք ժամանակին։ Արվելա, փորձնական է, փորձը նայում ենք իր գնահատականին։